Պարոն Ղուկասյան, օրերս Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ եւ Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ընթանալու են փետրվարի 26-ին Ժնևում, ինչ կարող ենք սպասել այս բանակցություններից, որովհետեւ անընդհատ խոսում են այն մասին, որ պատերազմի վտանգ կա։ Պատերազմի վտանգ իսկապես կա, հսկա ռազմական ուժեր են ԱՄՆ-ն տակել տարածաշրջանում եւ ոնց որ բարձր մարտական պատրաստվածության են բերված այդ ուժերը։ Իմ կարծիքով օրակարգը ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների ավելի լայն է, քան միայն միջուկային զենքի, միջուկային էներգիայի արտադրության, խաղաղ հարցերը եւ ակնհայտ է, որ նաեւ ԱՄՆ-ի կողմից պետք է հրթիռային ծրագիրը Իրանի ինչ որ այդ օրակարգի մաս լինի եւ ամենակարևորը ինձ թվում է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը դա ռեժիմի փոփոխությունն է Իրանում։ Իրանի ռեժիմը հայտնվեց վիճակում, երբ ստիպված եղավ գնալ աննախադեպ կոշտ գործողությունների, իրավապաշտպանները հաշվում են արդեն մինչև 30 ավել հազար մարդ զոհված ցույցերը ցրելու ժամանակ հունվար ամսին։ Դա իհարկե արկախում է Իրանում իշխող ռեժիմը, ստեղծում է լուրջ խնդիր, որքանով այդ պետությունը նման ռեժիմը պահպանելով կարող է գոյություն ունենալ հետագայում, այսինքն անկախ նրանից թե ինչով ամփոփվեն բանակցությունները ԱՄՆ-ի եւ Իրանի, այդ ռեժիմի հարցը գլխավոր խնդիրն է իրականում։ Այսինքն եթե անգամ միջուկային այդ համաձայնագրի շուրջ համաձայնության կան, այնուամենայնիվ խնդիրները մնում են եւ հնարավոր է պատերազմի վերածվի։ Իրանի ղեկավարությունը փորձում է սահմանափակել օրակարգը միջուկային զենքի, ոչ թե միջուկային զենքի, այլ միջուկային էներգիայի այդ հարցերով, որպեսզի այն չընդլայնվի եւ ավելի լայն օրակարգ չդառնա, հույս ունենալով, որ ԱՄՆ-ն գոնե այդքանով կբավարարվի այս բանակցությունների մեջ, բայց երևում է, որ շատ նույնիսկ օրակարգի ձևավորման հարցերը շատ դժվար են ստացվում կողմերի մոտ եւ իմ կարծիքով այդ ռեժիմի փոփոխության խնդիրը կարևոր աշխարհաքաղաքական հարց է։ Հայաստանին վերաբերվում է անմիջականապես, որովհետև եթե Իրանում հաստատվի աշխարհիկ պետություն, ինչը որ տեսնում ենք հանրության մեծամասնության ցանկությունն է Իրանի, եւ Իրանը այդպիսով դադարեցնի իր հակամարտությունը ազատ աշխարհի հետ եւ դադարեն այդ պատժամիջոցները, Էապես փոխվում է իրադրությունը տարածաշրջանում Հայաստանի համար, դա էական փոփոխություններ բերող փոփոխություններ են։ Հայաստանի իշխանությունները իհարկե այսօր չեն կարող որևէ հստակ դիրքորոշում զբաղեցնել այս հարցում, որովհետև դերակատարություն ունենալ այս գործընթացում ի վիճակի չեն պարզապես եւ Անաբար ընտրել են չեզոք դիրք, ինչպես եւ մնացած բոլոր համաշխարհային նշանակություն ունեցող հակամարտություններում, սպասելով թե ինչով կավարտվի։ Իսկ այն որ նավերը մոտեցել են սահմանին, այս ամեն ինչը այսպես զսպող դեր ունի, թե այնուամենայնիվ գործողություններ նախատեսվում են։ Իմ կարծիքով դա կոնկրետ գործողություններ են, ռազմական ինչ-որ պլան ԱՄՆ-ն ակնհայտ է որ ունի եւ հավանաբար ուժերի այս դիրքավորումը վկայում է, որ հարձակմանը բանակը ավատորմը ԱՄՆ-ի պատրաստվում է լրջությամբ, ոչ թե ցուցադրական, որպես պարզապես սպառնալիք ստեղծելու բանակցություններում, այսպես ասած, ուժի գործոնը օգտագործելու համար։ Մասշտաբային գործողություններ կլինեն, կարծում եք, թե տեղային։ Գիտեք, դիսկուսիաները շատ են այդ հարցով, փորձել հասկանալ ինչ առաջադրանք պիտի ունենա ԱՄՆ-ի զինված ուժերը նման իրավիճակի մեջ։ Այստեղ արդեն շոշափվում են ԱՄՆ-ի նաև ներքին օրենսդրական հարցերը, ԱՄՆ-ի նախագահան
իրավունք չունի պատերազմ հայտարարել, այդ իրավունքը պատկանում է կոնգրեսին։ Ինքը կարող է օգտագործել զինված ուժերը որոշակի սահմաններում ռազմական գործողություններ կոնկրետ նպատակով իրականացնելու համար, եւ այդ նպատակները ինչի համար թույլատրվում են այդ գործողությունները սահմանված են օրենքով։ Ինչպես ես եմ հասկանում, հիմա ԱՄՆ-ում կա երկու ճամբար, նրանք ովքեր որ պնդում են, որ կա քաղաքական անհրաժեշտություն, Դոնալդ Տրամփի տեսնում եք դիրքերը շատ այսպես դարձան ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումից հետո չեղարկել Տրամփի հաստատված սակագները, տարիֆները, եւ կա մի մեծ ճամբար, որը որ պնդում է, որ պատերազմը անհրաժեշտ է, այսինքն ռազմական գործողությունները անհրաժեշտ են, բայց կան եւ նրանք, ովքեր որ ավելի զգուշորեն են մոտենում այդ հարցին։ Մոտակա օրերին կհանգուցալուծվի, ինձ թվում է, այս իրավիճակը եւ այս պահի դրությամբ ես անձամբ գնահատում եմ արձակման հավանականությունը բավականին բարձր։